Պարոն Պարսիլյան, մամուլում տեղեկություններ կան, որ դուք չեք ընդգրկվելու 26-ի նախընտրական ցուցակում, սա ինչպես կմեկնաբանեք։ Ես դրանից մեկով կիսվել էի, դա այդ ապատեղեկատվությունն է, որի մասին անդադ խոսում եմ, էլի։ Այսինքն տեսեք, դուք եկել եք հարցնում եք, հետո կհրապարակեք այս ամենը։ Իսկ լրատվական կոչվող միջոցներ կան, որոնք առանց խոսելու, առանց բանի, ինչ-որ հրապարակում են բաներ, որոնք իրականության հետ կապ չունեն։ Այսինքն հաստատում ստացել եք վարչությունը ձեզ ասել է։ Հաստատում պաշտոնական չի ստացել։ Բայց ինչ հարց ու պատասխանի պաշտոնականը կներեք, եկեք չբարձրացնի, ինչա՞ ես կունենամ։ Հարց ու պատասխանի մասնակցել եք, ինչ հարցերի շրջանակ է եղել։ Հարցերը ինքը փակն է, այտենց շատ բան չի, բայց բարձր որ հարցերը ուղղված են լինելու մասնակցելու նպատակներին, այսինքն ինչն է դրթում եւ այլն եւ այլն։ Ես հասկանամ մարդը իրականում ինչ նպատակներ ունի, որ առաջադրվելու։ Արդյոք դա ինքնանպատակ է, թե ունի կոնկրետ տեսլականներ եւ այլն եւ այլն։ Իսկ լուրջ մոտեցում է պարզապես։ Պարզապես պարոն Պարսիլյան, նրանք ովքեր մասնակցել են արդեն հարց ու պատասխանին, մեյլիներին ստացել են պատասխանը։ Ես ստացել եմ, չեմ նայել։ Գուցե նայեք։ Եկեք փոխենք նայենք։ Իհարկե մենք։ Բայց էկրանը Չէ, բնականաբար չենք կարի։ Հաստատված։ Պատրում ենք, որ չգայինք, դուք ուշ կիմանայիք։ Հա, որովհետև այսօր ամբողջ տարաբեռնվածություն եւ այլն այս չի որ չի հետաքրքրում, բայց Անակ հարցերը տալուց հետո այդ նիստից հետո քանի օր հետո է հաստատվում, թե այդ բանը գիշերն եմ ասել էլի շատ ուշ։ Այսինքն 3-ը տեղ ունեցել հարց ու պատասխանը ձեր։ Նախ յուրաքանչյուր տեխնացուին ինչքան են ժամանակ տրամադրում։ Կախված է տեխնացուից, կախված է պատասխաններից, կախված է ոնց կգնա խոսակցությունը։